Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյանց։ Ողջույն։ Տիկին Կարապետյանց, Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, որ նախ 2023 թվականին Արցախում 10 հոգի է զոհվել, չեն կռվել, լրագրողին ասում է սուտ եք խոսում, կռվողներ չեն եղել, հետո հայտարարություն է տարածում, որ սխալվել է 210-ի փոխարեն 10 թիվն է ասել, ինչի համար ներողություն է խնդրում։ Դուք արժանահավատ համարում եք իշխանական պատգամավորի ներողությունը։ Արժանահավատ դե արդեն փաստացի փաստա որ բանար է ներողությունա խնդրել։ Ես անկեղծության վրա չեմ, կասկածում եմ անկեղծության վրա, որովհետև գիտեք կան նախ հարցազրույցի հետ կապված անկեղծության վրա կասկածում եմ, որովհետև պարոն Սուքիասյանը բավականին այսպես հաջողակ բիզնեսմեն է, ոնց որ կյանքը ցույց է տալի, եւ ես չեմ կարծում, որ ինքը այն մարդն է, որը կարևոր թվերի մասին կարող է մոռանա կամ ոչ կարևոր թվերը չկարողանա հիշի վերհիշի, հա։ Հավանաբար պարոն Սուքիասյանի համար զոհերի քանակը կարևոր չէր։ Դե մի քիչ էսյան, մի քիչ էնյան իրանց պատկերացման մեջ պլյուս մինուս առանձնապես բան չի փոխում իրանց կյանքում հավանաբար։ Դա է պատճառը, որ ինքը թվերի մեջ այսպես կամ մանիպուլատիվ կամ տենց նարատիվ ունեն, հրահանգ ունեն այդպիսի ինֆորմացիա տարածելու, դա է պատճառը։ Եվ երկրորդ պատճառը, ինչի չեմ հավատում անկեղծությանը, որովհետև եթե դու ներողություն ես խնդրում եւ համարում ես, որ սխալ ես արել, ապա այն լրագրողը, որին դու դիմում ես հարցազրույցի ընթացքում ու առնված, ոնց որ 2-3 անգամ ասում ես, պնդում ես, որ դու սուտ ես խոսացել, դե գոնե կարելի էր ձեռի հետ տենց թեթև ներողություն խնդրել նաեւ լրագրողից։ Բայց չէ, դրա փոխարեն պարոն Սուքիասյանը որոշեց, որ կարելի է ուրիշ լրագրողի եւս թիրախավորել, իդեպ ձեզ այնպես չի որ ձեր եթերն է դրա համար, ես սատարումն եմ հայտնում, ես ուզում եմ ասել, որ դուք այն քիչ լրագրողներից եք, որի հետ շատ հետաքրքիր է աշխատել, եւ խնդիր ունեն ձեզ հետ այն մարդիկ, ովքեր որ ամեն անգամ իրանց հարմար պատասխան են տալիս, իրավիճակին հարմարեցված իրանց հարմար պատասխաններ են տալի ու ամեն անգամ հայտնվում են շատ վատ վիճակում, որովհետեւ ինչպես Ֆայնա Ռանիվսկայան ասում է, я не зла памятная, у меня память хорошая, այլ Նարեկ Կիրակոսյանի հիշողությունը շատ լավն է։ Ինքը ունիկալ հիշողություն ունի եւ կարողանում է հիշել ձեր բոլոր նախկին ասածները նույնանման իրավիճակներում, հետեւաբար դուք լուրջ խնդիրներ ունեք։ Ես շատ եմ խնդրում, որպեսզի դուք չփոխեք ձեր ոճը, ես շատ եմ խնդրում, որ դուք շարունակեք նույն տրամաբանության մեջ։ Չի կարելի, լրատվությունը չպիտի հարմարվի օրվա իշխանություններին, չինովնիկներին, մեծահարուստներին, օլիգարխներին ու մնացածին։ Եթե իրանք որոշել են, որ իրանք հանրային կամ քաղաքական առավել եւս պաշտոններ են զբաղեցնելու, իրանք պիտի պատրաստ լինեն դժվար հարցեր լսել ու այդ դժվար հարցերին պատասխանել, որովհետև իրանք ժառանգաբար չեն ստացել, թագավորի տղա չեն սաղ, էլի։ Մարդիկ եկել են, հավակնություններ են հայտնել, ցանկություն են հայտնել ու դառել են քաղաքական գործիչներ։ Հետևաբար դա քաղաքական գործունեության տարերից մեկն է հարցերին, դժվար հարցերին պատասխանելը։ Այնպես որ դուք շատ լավ լրագրող եք, հանգարց տենց տրամադրությունները չընկնի, շարունակեք նույն տեմպով։ Ու եթե այսօր էլ ունեք շատ դժվար հարցեր, խնդրեմ սիրով կպատասխանեմ։ Տիկին Կարապետյանց, երբ պատգամավորը մի քանի անգամ շեշտում է, որ սուտ եք ասում, զոհեր չեն եղել, հետո ներողությունը արդյոք այսպես անկեղծ կարող է համարվել, որովհետև մեկ անգամ չեն ասել, այսպես ժողովրդի լեզվով ասած, կես բերան այդ պնդումը միտքը չեն հնչեցրել, այլ հիմնավոր մի քանի անգամ պնդվել է Խաչատուր Սուքիասյանի կողմից զոհեր չլինելու, հետո 10 զոհ լինելու մասին այդ պնդումը, դա կարող ենք թե պարզապես որ քննադատությունների կենտրոնում կարող էր հայտնվել, դրա համար շտապեց հայտարարություն տարածել։ Ոչ միայն քննադատության կենտրոնում կարող է հայտնվել։ Ես ենթադրում եմ, որ քրեական օրենսգիրքը առանձին չի գործում բանը Նիկոլ Փաշինյանի ֆան կլուբերի եւ իրանց հակառակ կամ Նիկոլ Փաշինյան թիմակիցների համար առանձին քրեական օրենսգիրք ունենք, մնացած հասարակության համար այլ քրեական օրենսգիրք ունենք։ Ակնհայտորեն ատելության խոսք է տարածվում
բազմաթիվ պատգամավորների, բազմաթիվ պաշտոնյաների կողմից եւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Ստեղ անգամ ներողություն խնդրել, չխնդրելու, անկեղծ լինել, չլինելու հարցը չի։ Ստեղ պատասխանատվության հարց պիտի լիներ։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ պնդում են, որ Հայաստանը իրավական պետություն է, ես հարց եմ տալիս, այդ ո՞նց է լինում, որ Փաշինյանական կամ ՔՊ-ական որևիցե մեկի հասցեին թեթև ակնարկ կամ ինչ որ խոսք է հնչում եւ անմիջապես քրեական գործեր են հարուցվում, ավելին ասեմ, մարդկանց վրա մենք հասել ենք այն ողբերգական իրավիճակին, որտեղ որ լայք դնելու համար առանձնապես մի երևելի տենց գրառում էլ չէր, ես կարդացել եմ մարդկանց որպես վկա կանչում են հարցաքննելու։ Ենթադրում եմ, որ հաջորդ քայլը այդ մարդկանց հետ կապված լինելու է ոչ թե որպես վկա հարցաքննելը, այլ արդեն որպես մեղադրյալներ իրանց հարցաքննելը։ Մենք հասել ենք այդ վիճակին։ Իսկ ՔՊ-ականների վերաբերյալ այդ կամ իրանց ֆան կլուբերի արած հայտարարությունների վերաբերյալ ոչ մի գործընթաց չի սկսում։ Հիմա սրա իրավական պետությունը ո՞րն է ստեղ։ Այսքան ժամանակ վատնեցինք, այսքան ռեսուրսներ վատնեցինք, միջազգային գործընկերների աջակցությամբ այսքան փող ներդրվեց։ Մենք ունենք այն ինչ որ ունենք սա հայտարարություն է։ Այն ես որ ասում էի արդեն տարուց ավել անդադ պնդում եմ, որ մենք գնում ենք դեպի դիկտատուրա Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռով, այս սրա մասին է խոսքը գնում։ Այո, մենք գնում ենք դեպի դիկտատուրա, որտեղ յուրայինները, գաղափարները կիսողները, համակիրները, թիմակիցները որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու, իսկ ցանկացած թեթև շեղում իրանց ծրագրերից ուղղակի sense տեղատարափ է լինելու քրեական գործերի ու պատասխանատվության։ Եվ պատգամավորը նշելով, որ շփոթվել է, որևէ միտում չի ունեցել, ասում է, ես էլ եմ շփոթվում, մենք հասարակությունը, հա, ինչու դա հաշվի չի առնում, չէ՞ որ անսխալական մարդիկ չկան։ Իհարկե չկան անսխալական մարդիկ, բայց եթե պարոն Սուքիասյանը այտենց հաշվեր իր եկամուտները, իր բիզնեսները, ես չեմ կարծում, որ ինքը այսօր այդքան հարուստ կլիներ։ Եթե իրան հասանելիք 210 միլիոնի փոխարեն 10 միլիոն հաշվարկել, ինքը այդքան հարուստ չէր լինի։ Ենթադրում եմ, որ ինքը իր օրինակ եկամուտներն ու փողերը շատ լավ կարողացել է հաշվել։ Ու շատ գովելի է իհարկե, որպես բիզնեսմեն։ Բայց պարզվում է, որ արցախցիների հետ կապված խնդիր կա, հա, տենց առանձնապես աչքները չի ծակում։ Այն որ մենք զոհեր ենք ունեցել եւ մարդիկ միջև վերջ կռվել են։ Ես ինչի նաեւ չեմ հավատում իրանց անկեղծությանը, այդ թվում նաեւ պարոն Սուքիասյանի, որովհետեւ ինքը միակը չի, ով կասկածի տակ է դնում արցախցիների միջև վերջ կռվելը։ Ինքը միակը չի, ով կասկածի տակ է դնում իրանց պայքարը, իրանց զոհվելը Արցախում, մի հատ թող գնան այդ վիդեոները նայեն, թե ինչպես են տասնյակներով համաժամանակյա հողարկավորություններ լինում։ Իրանք ուղղակի չեն եղել, հասկանում եք, իրանք Արցախում չեն եղել այդ ժամանակ։ Հիմա կասեն գնացել ենք, եկել ենք, այդ որ փայլացրած կոշիկներով բաները ու սենց հարթուկած գլամուր նշորիկներով որ գնում են ծառերի տակ նկարներ էին անում, իրանց թվում է այդ Արցախում լինելա։ Որևէ մեկը ով եղել է այնտեղ մի անգամ գոնե ու զգացել է ու տեսել է այն ամեն ինչը ինչ որ այնտեղ տեղի էր ունենում, երբեք այսպիսի անբարոյական հայտարարություններ չեր անի, որովհետև գերեզմա մենք ունեցել ենք հանդիպումներ Արցախում հենց պատերազմի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք որ ամեն անգամ գալիս էին մի փոքր ուշացումով, որովհետև հողարկավորությունից հողարկավորություն էին գնում, հարազատ մարդկանց թաղումից թաղում էին գնում։ Այս մարդիկ կյանքից կտրված ապրում են, հասկանում եք։ Այո, այնպես չի, որ Արցախի վերնախավը մի բարի պտուղ ա եղել ու ես շատ գոհ եմ ու երջանիկ եմ ու ամեն ինչից այսպես հարցեր չունեմ տալու Արցախի վերնախավին, բայց չտեսնել, չգնահատել այդ պայքարը, որը միջև վերջի վարկյանը անհավասար պայմաններում սոված ծառավ, ամուսով հաց չկերած, նորմալ մարդավարի չգիտեմ շնորհքով մի աման ճաշ չկերած մարդիկ այդքան կռիվ տվեցին ու այսօր կանգնել ասել ու դա մենակ Սուքիասյանը չի ասում, դա բոլորն են ասում, դա Ալեննա Սիմոնյան ասել, դա չգիտեմ մնացած Ամլեն էլ ամար չի ուզում տա, բոլորն են դա պնդում, հետևաբար սա գիծ է, որը իրանք վերցրել են, որպեսզի կարողանան պարակտում մտցնեն խնդիրը Արցախի մոռացության մատնել եւ նաեւ իրենց լրատվական միջոցներն են, որ հետեւողականորեն ատելության խոսք են տարածում, հետեւողականորեն։ Նա մեկը իր եթերով տարածում է ատելության այնպիսի ոնց էր այդ բանի ազգանունը ներկայիս ռոպագանդիստի Պետրոս Ղազարյանը, այդ ինչ խայտարակություն էր։ Ես ամանչում եմ ուղակի
որ մենք հասել ենք այդ ցածր մակարդակին, որ կարող է հմեկով այդպիսի ատելություն պրոպագանդիստը տարածի։ Ես հասկանում եմ, որ ինքը պրոպագանդիստ է, որ ինքը դրա համար է փող ստանում։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բոլոր ժամանակներում հմեկը եղել է օրվա իշխանության պրոպագանդիստները, բայց չի կարելի, չէ, այդ կարգի նվաստացնել, այդ կարգի ստորացնել, այդ կարգի ցավեցնել մարդկանց, ովքեր, չգիտեմ, մեծ պայքար են մղել։ Այդ անսխալական, հա, բոլորն էլ անսխալական չեն եղել, բայց այս կարգի նվաստացնել բոլորին, հատկապես գիտեք, շատ վիրավորական այն մարդկանց, որոնք որ զոհեր են ունեցել այնտեղ, թե Հայաստանից, թե արցախցիները, ովքեր զոհեր են ունեցել, այդ մարդկանց, չգիտեմ, ինչ բառ ասեմ, էլի, ուղղակի կարելի է այդ մարդկանցից ներողություն խնդրել, որովհետև մենք երևի չկարողացանք էլի նորմալ պետություն կառուցել, որտեղ այդպիսի պրոպագանդիստները վարկյան անգամ չէին, եթերի մոտիկ չէին թողի։ Տիկին Կարապետյան, Խաչատուր Սուկյասյանի այդ գորգորոցների տակ մի կարևոր ինֆորմացիա այսինքն կարծեք թե դուրս մնաց քննարկումից, եթե նա չէր խոսում, եթե նա չէր գոռում, ապա մի նոր սկանդալային միտք էր ասում, մասնավորապես որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ արցախցիները չեն կռվել, հեսա կլինի դատավարություն, կտեսնեք, որ չեն կռվել։ Այստեղ հարց է առաջանում, թե որտեղից էլի նման տեղեկություն իշխանական պատգամավորին եւ եթե անգամ նման բան ա եղել, դատեր կան, գուցե դատերի ընթացքում պարզվում է, որ լավ էլ կռվել են, այսպիսի հայտարարություններ ինչու են արվում։ Նայքյան, իսկ քննությունը ով է անցկացրել։ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քննչական կոմիտեներն ու ԱԱԾ-ներն են անցկացրել, հա։ Հայաստանի հետ կապ ու աղերս չունեցող ինչ հանձնաժողովն է, Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովն է, որը սկի չկարողացավ 16 թվականի քարորյա պատերազմի բանը ռիպորտը, որ պիտի պատրաստեին ու ասեցին, սա հրապարակելու ենք, անգամ դա մենք չենք տեսել։ Իսկ 44, որտեվ դրա հետ 44 օրյա պատերազմի հետ Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը կապ չունեին։ Եվ դա իրանց հնարավորություն էր տալիս բացահայտել խնդիրները, պատասխանության ենթարկելու հարցերը բարձրացնել, իրանք անգամ դա չեն արել։ Հիմա ինչ որ մեկը կա, ով լուրջ հավատում է, որ այս իշխանությունը իր բոլոր դրածոներով 44 օրյա պատերազմի վերաբերյալ արդար քննություն անցկացնելու, դե լավ էլի։ Դե մի լսեք, հասարակության ուղղակի ցավալիորեն իրենք մեր փոխարեն որոշումներ են կայացնում եւ մենք ստիպված ենք շատ դեպքերում լսել այդ ինչ ասեմ, անմեղսունակ եւ անբարոյական հայտարարությունները, որոնք անդադ արվում են, այնինչ կարելի էր ընդհանրապես անջատել ու իրանց հետ ընդհանրապես չշփվել։ Ցավում եմ, որ մենք այս վիճակում ենք, սրա միակ լուծումը նորից 1000 անգամ ասել եմ, ինձ միշտ ասում են, որ դու շատ ռադիկալ ես, հա, ես ռադիկալ եմ, որովհետեւ ես համարում եմ, որ այսպիսի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանում, այս իշխանության հետ խնդիրները լուծելու կամ մի տարբերակ, այս իշխանությանը պետք է մերժել։ Այս իշխանությունը նույնքան մերժելի է, որքան նախորդ բոլոր մերժված իշխանությունները։ Ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ արցախցիները թիրախավորվում են իշխանության ներկայացուցիչների կողմից, Ալեն Սիմոնյանի հայտնի արտահայտությունը մնայք կռվեիք, հետո էլի հստակեցրեց, թե ում նկատի ունեին, որ մնային կռվեին, չգիտեմ, Զիբիլի վրայի կատու անվանելը կրկին Ալեն Սիմոնյանի կողմից, Նիկոլ Փաշինյանն ասում է նախկինները ուզում էին Արցախ Ղարաբաղցիներին բերեին Հայաստան ցույցի մատերիալ սարքեին, սա ինչ որ ժանրի մեջ է տեղավորվում։ Սա քրեական օրենսգրքով տեղավորվում է ատելության խոսքի մեջ, ուղիղ անքննելի տեղավորվում է ատելության խոսքի մեջ եւ վաղուց պիտի քրեական գործեր հարուցված ունեն, բայց քանի որ գիտեք, մենք չունենք արդարադատության համակարգը, այնքան են բարեփոխել, որ ընդհանրապես չունենք, եթե նախորդ հանցավոր ռեժիմների ժամանակ գոնե ձևական ինչ որ քրեական գործեր հարուցվում էին, այս իշխանության օրոք, թագավորության օրոք ես կասեի, ընդհանրապես քրեական գործերը դապրիմերի համար չեն էլ հարուցվում։ Բարոյական կողմից, անկախ նրանից, թե ով ինչ է ասել, ինչ բովանդակության, ցանկացած այդ տիպի, այդ տեսակի հայտարարությունները իրանք մարդկայնորեն անբարոյական են եւ մերժելի ու դատապարտելի են։ Նորմալ, adekvat մարդը, բարոյական մարդը, եթե չի իրականացնում հատուկ ծրագիր ու պրոյեկտ
քայքայելու այս պետությունը, այս վիճակը ավելի ծանրացնելու, այդպիսի արտահայտություն ուղղակի չի կարող անել։ Իսկ սրանք հետևողականորեն ամբողջ անձնակազմում, մի մասի խելքը հերիքումա չեն խոսում, խուսափում են լրագրողներից, տենց պատերի տակով են գնում Չերևան, ձեռը տակ չընկնեն, մնացածը հավանաբար ունեն հանձնարարություն կամ ավելի բարձր են վարձատրվում, կամ ավելի, չգիտեմ, իրանց բոնուսները ավելի շատ է, իրանց վրա նաև հանձնարարություն է դրված խոսելու եւ ամեն խոսացող իր պարտքն է համարում թիրախավորել արցախցիներին, հասկանում եք, արցախցիները արդեն իսկ խոցելի խումբ են, այդ մարդիկ ցեղասպանության զոհ են, այդ թվում նաև այս իշխանության մեղքով, եւ որպիսի կարողանան թաքցնեն իրենց մեղքի բաժինը, այնպես որ Խաչատուր Սուքիասյանը հարցերին պատասխանելու փոխարեն նախահարցակ եղավ, նույն ձևի իշխանություններն են, որպեսզի իրանց հարցեր չտան, իրանք օգտագործում են հին ավանդական փորձված տարբերակը, իրանք են նախահարցակ լինում։ Նախահարցակ են լինում մնացածի բոլոր բերաները փակելու համար, իրանց կարծիքով։ Եվ կա հասարակության մեջ ցավալիորեն այդպիսի մասսա, որը որ այդ ատելության խոսքը ընդունում է եւ համարում է, որ ամեն ինչ ճիշտ ու նորմալ է, սեփական մտածողություն չունեցող ինչ որ մի հատ այնց մասսա է։ Նվազագույն մտածողություն, դատողություն, անալիտիկ մտածողություն ունեցող մարդը չի կարող հաշտ լինել այս վիճակի հետ։ Արցախցիները նույն մեր հայրենակիցներն են, ոչ մի տարբերություն չկա։ Այդ մարդիկ ցեղասպանություն են վերապրել այդ խումբը։ Մենք բոլորս ենք լայն իմաստով այդ ցեղասպանության վերապրածները, բայց իրենց կաշվի վրա են այդ ամեն ինչը գրել։ Մարդիկ, որոնք ստիպված են եղել սխալ վարած քաղաքականության, թե Հայաստանի, թե Արցախի, երկուսն էլ նույն բանն են արել։ Այն ժամանակ, երբ որ իրանց ճխում էին թե Արցախում, թե Հայաստանում ռուսական բան էին ուզում, զորք էին ուզում, երկուսն էլ հավասարապես կիսում են դրա պատասխանատվությունը։ Այստեղ մենք 1000 անգամ եւ առաջարկ ա եղել օրինակ, որպիսի ռուսական զորքերի փոխարեն խաղաղապահ կոչված զորքերի փոխարեն միջազգային զորքեր այնտեղ փորձեն ներգրավել։ Բայց տեսակ եւ Արցախի վերնախավը եւ բանը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի պահանջեցին ռուսականը։ Հիմա այս երկուսն էլ հավասարապես պատասխանություն են կրում, այդ մասը հասկացանք, բայց հաստատ չէ որ ի տարբերություն օրինակ Հայաստանում ապրող մարդկանց իրանք ստիպված են եղել իրանց տները լքել, իրանք ստիպված են եղել հազարամյակներով իրանց բնակեցված տարածքները թողեն գան։ Մարդիկ իրանց հարազատների գերեզմաններն են այնտեղ թողել, հասկանում են թե չէ։ Ու երբ որ սենց, ինչ ասեմ, անպատասխանատու, ես կասեի դաժե բեզաչոտնիկ հարցեր են բարձրացնում, հասկանում եք գոնե ինչի մասին են խոսում։ Հասկանում եք, որ այնտեղ 18-15 տարեկան, չգիտեմ, երեխեք են թաղել, գերեզմանը թողել են, վեր են գացել եկել են ստեղ ձեր աննորմալ, անմեղսունակ եւ անպատասխանատու վարքագծի պատճառով, երկուսի էլ բան չունեմ ասելու, բայց երբ որ դու հավասարապես կիսում ես այդ պատասխանատվությունը ու դու սենց վարքագիծ ես դրսևորում, բավարար դու ով ես։ Իրանք որ հայլու մեջ են նայում, իրանք ինչ են մտածում, իրանք ով են։ Ես պատասխանը ունեմ, ուղղակի եթերային բառ չի։ Տիկին Կարապետյան, Սյունիքի մարզի Խնացախ գյուղի բնակիչներն ահազանգում են, որ թշնամին արդեն 1 ամիս է, որ գիշերը ժամը 10:20-ից մինչև լուսաբաց կրակում են։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, այդ մարդկանց հանգիստ ապրելու իրավունքն է խախտվում, ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի իշխանությունը միակ լավ բանը, որ կարող անի, պիտի թողի ու գնա։ Որովհետև այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, թույլ է տալի հարևաններին ենթադրել, որ իրենք կարող են անպատիժ կրակել քո խաղաղ բնակիչների վրա, դու էլ անլեզու հայվանի նման պիտի ասես ամեն ինչ նորմալ է, հաշտվեք ու համակերպեք, որովհետև մենք գնում ենք խաղաղության։ Հասկանում եք։ Ես նայեցի падգամավորներից մեկը, եթե չեմ սխալ, նաև Սյունիքից էր վերընտրված ԿՊԱ-կան, ասում ա դե կրակում են, բայց ոչ չի կպնում մեզ։ Հիմա դրա խելքին նայեք, էլի։ Ես չգիտեմ, մարդ ինչ, ես անկեղծորեն ամեն անգամ այդ նույն հարցն եմ տալի, ինչ են ծխում, ինչ են ուտում, ինչով են ապրում այդ մարդիկ, որ սենց մտածողություն ունեն։ Իրենք ընդհանրապես Հայաստանի Հանրապետության շահերից հանդես չեն գալի, Հայաստանի Հանրապետության շահերից չի կարող բխել այսպիսի վարքագիծը, այսպիսի խոսույթը, այսպիսի քայքայիչ գործունեությունը, որ իրականացնում են այս իշխանությունները։ Այս իշխանությունները ուղիղ իմաստով տանում են նրան, որ մեր հասարակությունը այնքան հյուծված, այնքան քայքայված, այնքան
չգիտեմ, թե ֆիզիկապես, թե նյարդային հոգեբանական առումով այնքան քայքայված լինի, որ չկարողանա դիմադրել որևէ խնդրի պարագայում։ Ու սա անում են մտածված ամեն օրվա ռեժիմով մեր հասարակությունը ստանում է հարվածներ ոչ թե թշնամուց, ոչ թե հակառակորդից, այլ ստանում է սեփական իշխանություններից։ Դուք նկատել եք ինչ հաճախականությամբ եւ ինչ այլանդակության եւ անբարոյականության սահմաններս անցած գործնեություն ու խոսույթ են տարածում բոլորը մի մասին իհարկե մեջտեղից հանեցին լավ պրծանք, այնտեղ մարդիկ կային ով այլևս իրանց ԿՊ-ի падգամավոր չի, գոնե այդ մի երկու հոգուց պրծանք, թե չէ դրանք էլ որ ելույթ են ունենում, այնպիսի դիֆիրանտներով են խոսում Նիկոլ Փաշինյանի հանճարեղ վարած քաղաքականության մասին, գոնե մինուս 2 եղավ, էլ 2-3 այնտեղ չգիտեմ, քանի հոգի անեց։ Սա պիտի մեր հասարակությունը շատ լավ հասկանա, որ մեզ տանում են այդ քայքայելու, դա հատուկ ծրագրեր են, հասկանում եք, ինչ որ մարդկանց թվում է, թե թեորիա զագվռվի մեջ ենք ընկել, բայց դա այդպես չի։ Դա հատուկ մշակված ծրագրեր են հասարակությանը բարոյա լքելու, հասարակությանը քայքայելու, հասարակության դիմադրողականությունը զրոյականացնելու, դիմադրելու ցանկություն չունենալու, սենց ինչ ասեմ, քայքայվելու, հասարակությունը քայքայվելու եւ արդյունքում պետականությունը կորցնելու ճանապարհով է տանում Նիկոլ Փաշինյանը, տանում է հասկանալով եւ մտածված։ Եվ սա այն հանցագործությունները, որոնց վերաբերյալ պիտի վաղուց քրեական գործեր հարուցված լինեն, ինչ անունը, Վարդապետյան Աննա խանմ, դու հասկանում ես, դու իրավաբան մարդ ես, դու գրագետ մարդ ես, ոնց կարելի է չտեսնել այս տարական բաները։ Բոլորն են հանցակից այս գործողություններին։ Ամբողջ արդարադատության համակարգը, ամբողջ նախարարները, չգիտեմ, падգամավորները, բոլոր փոխկապակցված անձինք հանցակից են Նիկոլ Փաշինյանի վարած այսպիսի քաղաքականությանը։ Եվ մեր հասարակության ուղղակի պիտի կոչ անեն, որ ուժեղ լինեն, ձիգ լինեն, հասկանան, որ մեզ շատ դժվար ժամանակներ են սպասում եւ մեր միակ տարբերակը նորից 1000 անգամ ասել եմ, այս իշխանություններին մերժելն է, ավելին մերժել, քան մերժեցին նախորդ հանցավոր ռեժիմներին, որովհետեւ սրանք շատ ավելի հանցավոր են։ Տիկին Կարապետյան, արցախցիները հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց եւ պահանջում են արցախցիներին վերադարձվի Արցախից թալանվածը, մասնավորապես նկատի ունեն ներդրումային հիմնադրամի միլիոնները։ Այդ հարցով Շարամանյանը դիմել է դատախազություն։ Ինչ է կարծում, արցախցիների այս բողոքը կյանքի կոչվի թե ոչ, որովհետև տեսեք, հիմա մենք ասում ենք արցախցիները բռնի տեղահանված խնդիրներ ունեն սոցիալական եւ այլն, բայց չգիտես ինչու մենք չենք խոսում այն փոքր խումբ արցախցիների մասին, որոնք մեծ կարողություններ ունեն Երևանում եւ հիմնավորված չէ, թե նրանք ինչպես են այդ կարողությունը ձեռք բերել։ Պետք է նրանցից, ավելի ճիշտ պետք է հստակեցվի արդյոք դա Արցախից թալանվածն է թե ոչ եւ վերադարձնեն, չգիտեմ, ինչ որ մի կառույցի, որով հնարավոր կլինի արցախցիների խնդիրները լուծել։ Եթե մեր իշխանությունները համարում են, որ կարելի է քրեական գործ հարուցել, այսինքն այդպիսի իրավասություն ունեն քրեական գործ հարուցելու, օրինակ մի հատ կամազ կամ չգիտեմ, մի հատ ջիպ, որը որ գրանցված է եղել հաշվառման բալանսի վրա է եղել, ինչ որ պաշտոնական բաներում, հա, Արցախում, եւ հետո եկել այստեղ գրանցվել է անհատի անունով, դրա վերաբերյալ կարան քրեական գործ հարուցել, ապա ենթադրում եմ, որ նաեւ այլ բնույթի քրեական գործեր կարող են հարուցված լինել։ Հիմա այն ինչ որ արում են այսօր, ինքը շատ ողջամիտ է, որովհետեւ երբ դուրս են գալիս միտինգի եւ դրա իրավունքը իրանք ունեն, Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալի ցանկացած մարդու քաղաքացիություն ունի թե չունի, դա կապ չունի, քաղաքացիություն այլ երկրի քաղաքացիություն ունի, քաղաքացիություն չունեցող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ուզում է լինի, եթե ինքը ուզում է դուրս գա խաղաղ ցույցի, ինքը դրա իրավունքը ունի։ Երբ որ մարդիկ շատ լուրջ դեմքով ասում են, որ այդ թվում նաև մասնագետները կամ քաղաքական գործիչները տենց մատ են թափ տալի, ասում են, ինչ գործ ունեք դուք եկել եք Հայաստանում ցույց եք անում, բացեք օրենքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն օրենքները եւ մեր միջազգային կոնվենցիաները, որոնց միացել ենք, բացեք, կարդացեք։ Ցանկացած մարդ իրավունք ունի ցույց անելու, առաջինը։
Երկրորդ արցախցիները մեր հայրենակիցներն են եւ իրանց սոցիալական խնդիրները, այո, նաեւ մեզ համար շատ կարեւոր խնդիրներ են, բոլորիս համար պիտի լինեն շատ կարեւոր խնդիրներ։ Մարդիկ տեղահանվել են եւ մարդկանց սոցիալական հարցերը պիտի լուծվեն։ Այսօրվա միտինգը ինքը շատ հետաքրքիր է, որտեղ նախկինում գալիս էին պահանջները ճիշտ չէին ձևակերպում եւ արդյունքում տպավորություն էր ստեղծվում, որ փորձում են արցախցիներին օգտագործել ինչ որ խժդժություններ, ինչ որ տենց process-ներ ստեղծելու համար եւ այսօրվա մեսիջը շատ ողջամիտ ու տրամաբանական էր։ Ես ճանաչում եմ մնացած տղաներին չեմ ճանաչում, Արտուրն եմ Օսիպյան ճանաչում եւ շատ ճիշտ ձևակերպեց միտքը։ Այո, արցախցիները իրավունք ունեն պահանջելու, որպիսի այդ ֆոնդերը, որոնք որ անհասկանալի կամ շատ հասկանալի ձևերով օգտագործվել են, մեջ են արել արցախցիների համար նախատեսված գումարներ, այո, իրանք իրավունք ունեն գան պահանջելու, որպիսի այդ ֆոնդերի վերաբերյալ տեղեկությունները անհատները, ովքեր ստացել են անհաշվելի թվով գումարներ, այդ մարդկանց վերաբերյալ process-ներ սկսել, դրա իրավունքը իրանք ունեն։ Եվ իրանք օգտվել են իրանց իրավունքից, ու շատ ճիշտ միտք են ձևակերպել։ Այ ինչի իշխանությունները տենց պրոիշխանական լրատվական կայքերը տենց բան եղան, հա, կամ ցնցումների մեջ եւ ոչ միայն պրոիշխանական, այլ նաեւ նախորդ այսպես ռեժիմի հետ փոխկապակցված բաները տենց ցնցումների մեջ էին ընկել, որովհետեւ նրանք ովքեր որ փորձում են արցախցիներին ներքաշել ինչ որ իրենց ցանկալի process-ների մեջ պարզվեց, որ արցախցիների խումբ կա, որոնք շատ ողջամիտ են ու հասկանում են, որ այդպես չի կարելի, հա, ճիշտ ձևակերպել է պետք խնդիրները եւ շատ ճիշտ նորմալ ձևակերպեցին։ Հա, մի բան էլ ասեմ, այո, արցախցիները նաեւ քաղաքական պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն, որովհետեւ մեր կոնվենցիաները, որոնք Հայաստանը ստորագրել է, ոչ միայն սոցիալական իրավունքներ ունեն արցախցիները եւ մնացած կապույտ անձնագիր ունեցող մարդիկ, նաև քաղաքական իրավունքներ ունեն, հասկանում եք։ Այո, իրենք կարող են մասնակցել նաև քաղաքական process-ներին, բայց ամենամեծ խնդիրը հետևյալն է, որպեսզի արցախցիները չդառնան խաղալիք ինչ որ խումբ մարդկանց ինքնահաստատվելու կամ, չգիտեմ, իրանց պրոյեկտները առաջ տանելու համար, այն դեպքում, երբ որ այդ առաջնորդները, այդ թիմի ղեկավարները կամ այդ գործողությունների թիկունքում կանգնածները մի երևելի բան էլ չեն վայելում ստեղ հայաստանցիների մոտ։ Այնպես որ արցախցիներին էլ կոչ երևի, որ ուշադիր եղեք, որպեսզի դուք չդառնաք բանի, հա, մանիպուլյացիաների զոհ չդառնաք, բայց այն որ դուք ունեք ոչ միայն սոցիալական իրավունքներ, այլև քաղաքական իրավունքներ, դա դուք պիտի իմանաք, իհարկե ունեք։ Դուք իրավունք ունեք ոչ միայն այստեղ ինչ որ երթեր, հավաքներ անելու, դուք իրավունք ունեք ձեր հայրենիք վերադառնալու, ձեր մշակութային արժեքները պահպանելու ու էլի բազմաթիվ ձեր բողոքները միջազգային դատարաններ ներկայացնելու իրավունք ունեք, բայց իհարկե ունեք, բայց ամեն ինչը քաղաքական է։ Քաղաքականը դարձրել են բաներ, այտենց ասում է, հələ տեսեք, ասում է, արցախցիները քաղաքական պահանջներ ունեն, իհարկե ունեն։ Ինչ այդ կոնվենցիաները որ գրում էին միջազգային, տենց գրում էին, հա, վերաբերվում է ամբողջ աշխարհին, բացի արցախցիներից, հա, սոցիալական հարցերը որ գրում ես, վերաբերվում է ամբողջ աշխարհի մարդկությանը, բացի արցախցիներից, նա բերեք ցույց տվեք այդ որտեղ է տենց բան գրած։ Տիկին Կարապետյան, եւ վերջում անդրադառնանք Գյումրիի ընտրություններին, ունենք համայնքապետ Գյումրիում, որը թիրախավորում է կանանց, թիրախավորում է փոքրամասնություններին, սա ընդունելի է, սա ինչպես պետք է, հա, սրա դեմ օրինակ քաղաքասարակությունը պայքարի։ Սրա որպեսզի մենք չունենանք այսպիսի իրավիճակ, որ ունեցանք Գյումրիում, պիտի երկու կարևոր բան անել։ Առաջինը անցումային արդարադատություն, լուստրացիա։ Լուստրացիա, որպեսզի ցույց տան, թե ով ում բարեկամն է, ով ումա ծառայել, ով ինչ հակասահմանադրական, հակապետական գործունեություն է իրականացրել, ով կոռուպցիայի մեջ ինչպիսի ներգրավվածություն է ունեցել։ Մենք սա չարեցինք։ Եվ երկրորդը, մենք պիտի հասարակությանը առաջարկենք նորմալ ալտերնատիվա։ Եթե մեր հասարակությունը շատ փոքր է ու շատ լավ, ինչ ասեմ, շատ ուշադիր է, շատ փորձված է, եթե կան երկրներ, որտեղ կարող է տարիներով միտինգներ չլինի, կամ այնքան մեծ է, չգիտեմ, Չինաստանի նման, որ մեկը մյուսին չի ճանաչում, մենք բոլորից գիտենք։ Մենք բոլորին ճանաչում ենք, հատկապես փոքր համայնքներում, որոնք օրինակ Գյումրիի նման են։
նու կներեք իհարկե փոքր չէ, հա քաղաքը համայնք չի։ Ես տենց հասկացա մի քիչ ծանր են տանում Գյումրիում, որ ասում են համայնք։ Գյումրիի նման քաղաքում ինչքան էլ ինքը մեզ համար մեծ լինի, օբյեկտիվ իրականության մեջ ինքը փոքր է, սաղ ճանաչում եք։ Սաղ գիտեն ով է։ Ու եթե չի առաջարկվում նոր առաջարկ, չի արվում նոր ողջամիտ առաջարկ, որտեղ նորարարությունը իսկապես նոր է, իսկապես որևէ մեկի հետ փոխկապակցված չի, ոչ թե սրան նրան գովերքողներ, սազանդարները գալիս են որպես նոր են ձևանում, որպես նոր են ներկայանում, ասում կներեք, այս մարդիկ ինչից ընտրեին, ումից ընտրեին, ինչի մեջից ընտրեին։ Ես համարում եմ, որ գյումրեցիներին ոչ մի նոր բան չի առաջարկվել։ Քաղաքասարակությունն էլ ինչ անի, Նարեկ ջան, քաղաքասարակությունը այնքան պառակտված է, քաղաքասարակությունը այնքան խոցված է, հենց քաղաքասարակության ներսից է խոցված, որտեղ քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ դառել են օրվա իշխանության սազանդար, դառել են իրանց պրոպագանդիստներ։ Եվ քանի որ պրոպագանդայի այդ միջավայրին օգնում է նաև պրոիշխանական լրատվականների անսպառ ռեսուրսները, իրանք հանդես են գալի ամբողջ քաղաքասարակության անունից։ Ես դες հավաստիացնում եմ, որ ամբողջ քաղաքասարակությունը չի, որ համաձայն է այդ պրոպագանդիստների տեսակետների հետ։ Այլ խնդիրը, որ այդ մարդիկ ուղղակի մի մասը խուսափում է թիրախ դառնալը, մի մասը հանրային այդպես ճանաչելի չի, որ կարողանա հանդես գա ելույթ ունենա, մի մասը հնարավորություններ չունեն, որտեղ լրատվականները կամ նախկիններին են կամ ներկաներին են, մեջտեղը շատ քիչ հատուկենտ բան, հա, նեյտրալ բան ունեցող, կարգավիճակ ունեցող լրատվական հատուկենտ մարդիկ չեն կարողանում ցույց տալ, որ քաղաքասարակության ներսում այլ տեսակետ կա։ Ու մյուս կողմից էլ նաև նրանք, ովքեր համարձակվում են այս պահին այլ տեսակետ հայտնելու, իրանց անպայման մարգինալացնում են, իրանց անպայման թիրախավորվում են, իրանք անվանում են ոչ կառուցողական, թե այս իշխանությունների հետ ինչը պիտի անես կառուցողական որ լինի, ինչին մասնակցես որ կառուցողական լինի։ Որ գործողությունն է, որ կառուցողականը դու էլ գնաս իրանց հետ համագործակցես, համարես, որ դրական ինչ-որ բան է ստեղծել։ Այնպես որ քաղաքասարակությունը միայն քաղաքասարակության վրա ես չէի թողնի, սա ամբողջ հասարակության գիտակցության փոփոխության կարիք ունենք։ Ես մեծ հույսեր ունեմ, որտեղ նաև շատ չեմ վստահում սոցիոլոգական հարցումների, բայց բոլոր դեպքերում սոցիոլոգական հարցումները ցույց են տալի, որ հասարակության ճնշող մեծամասնությունը տեսակետը փոխել է։ Շատ լավ պատկերացում ունի, թե ինչա կատարում, ինչի ասում, որ մենք փոքր ենք։ Մենք բոլորս Հայաստանի մասշտաբով իրար շատ լավ ճանաչում ենք։ Հասարակությունն էլ տենց բան չէ, էլի, հոգնած է, ճիշտ է, հյուծված է, քայքայված է, առանձին դեպքերում իրան դավաճանված է զգում եւ իրավացիորեն դավաճանված է զգում, բան էլ չի զգում, հա, տենց որևէ տեղից պաշտպանություն էլ չի կարողանում ակնկալել, բայց ես համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ ողջամիտ, արդարամիտ բան կանի, ընտրություն կանի, եթե լինի ճիշտ առողջ առաջարկ։ Բայց այնուհանդերձ այս քաղաքասարակության աղմկող լռությունը, հա, օրինակ, եթե իշխանական падգամավորը նախկին իշխանության ժամանակ այս օրինակ հայտարարություն աներ, բազմաթիվ դատապարտող հայտարարություններ կլիներ, բայց մենք հիմա դա չենք տեսնում։ Ես հիշում եմ, այս օրինակը միշտ բերում եմ, երբ Կարեն Կարապետյանը Դավոս մեկնեց Սամվել Կարապետյանի ինքնաթիռով, դա մի քանի ամիս քննարկվեց։ Ես ոչ թե ասում եմ դա վատ էր, որ քննարկեցին, այլ մենք ինչու դրա օրինակով ավելի աղաղակող դեպքերի հետ կապված քննարկումներ, դատապարտումներ չենք տեսնում։ Հիմա հասկանում եք, չէ՞ ինչի ձեզ չեն սիրում, Նարեկ ջան, որովհետև դուք հիշում եք, որ դաժե Կարեն Կարապետյանը Սամվել Կարապետյանի самолетով գնացել, այդ դրա համար ձեզ չեն սիրում, որովհետև դուք այն որ ասում եք դեմը դնելու լիքը բան կա, հիշողություն, անհերքելի փաստեր կա, այդ դրա համար չեն սիրում։ Հենց որ ամեն ինչ ճիշտ է կանում։ Ինչու քաղաքասարակությունը նաև շատ արագ չի արձագանքում, որովհետև մենք ազնիվ լինելու համար պետք է ասել, որ սենց էքստրեմալ իրավիճակներ, որոնց անհրաժեշտ է, ուղղակի անհրաժեշտ է արձագանքել, մենք ունենում ենք տարին մի լավ, ասենք 10 անգամ։ Այսօր մենք ամեն օրվա ռեժիմով, ամեն Աստծու օր, ամեն վայրկյան, ամեն կողմից ունենում ենք վարքագիծ, չգիտեմ, զրույց, չգիտեմ, ինչ ասեմ, հայտարարություններ, որոնք արժանի են կիլոմետրանոց statement, ոնց է, հայտարարություն արժանի process-ներ են, հասկանում եք, ֆիզիկապես մարդկայնորեն։ Ես ձեզ ազնվորեն ասում եմ, նախ շատ դժվար է
տարբեր կառույցների միջև այդ հաստատել, հա, որովհետեւ փաստաթուղթ հաստատելը դա բավականին երկար process է տևում ու շատ դժվար է արվում, դրանք ովքեր չեն եղել այդ քննարկում լավ չեն պատկերացնում։ Ու դու չես կարող ամեն օրվա ռեժիմով, ես ձեզ անկեղծորեն եմ ասում, այնպես չի, որ ամբողջ քաղաքասարակությունը պրոպագանդիստ է, հաստատ ասում եմ չէ, մարդիկ կան, ովքեր adekvat են ու իրանց թիվը քիչ չի, բայց իսկապես հնարավոր չի այս ռեժիմում ամեն ինչին արձագանքել, բայց կան իրոք գործը դեպքեր, որոնց արձագանքելը ուղղակի անհրաժեշտ է։ Ես մեծ հույսեր ունեմ, որ հատկապես լրագրողական բաները, կազմակերպությունները կարձագանքեն, որտեղ այս ինչ պահվածք էր, այսօրվա Սուքիասյանի պահվածքը, այստեղ հասկանում եք, ամեն հայտարարություն, ամեն օր դու, ինչ ասեմ, էգզիստենցիալ խնդիրների առաջ ես կանգնում, ու դու արձագանքելու համար պիտի, չգիտեմ ինչ պիտի լինես, էլի։ Ես հասկանում եմ, որ սպասումները քաղաքասարակությունից, իրավապաշտպաններից ինձ էլ են շատ անգամ մեղադրում, ասում են, այս դեպքը եղավ չարձագանքեցիք, այն դեպքը եղավ չարձագանքեցիք, ֆիզիկապես հնարավոր չի ստուգել բոլոր փաստերը ու արձագանքել բոլոր դեպքերին։ Դրա համար ես մի լուծում եմ առաջարկում։ Միակ լուծումը այս իշխանություն շատ արագ օգնել այն ուժերին, որոնք որ առողջ են, որոնք որ adekvat են, որոնք որ իսկապես պատրաստ են իրանց վրա պատասխանություն վերցնելու նման դժվարին ժամանակներում օգնել, որպեսզի իրանք կայանան, հավաքվեն, ստեղծվեն, եւ մյուս կողմից էլ միակ տարբերակը այս իշխանություններին մերժելն է։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ ես սիրով պատրաստ եմ մասնակցել այդ process-ներին։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան հարցազրույցի Ես համար։ եմ շնորհակալ։